Շին հրապարակներ։ Այսօր մեր երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է, որ Գյումրին վերակառուցվի։ Գյումրիու համար մենք պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր օրենք, տալ հնարավորություն, արտոնություն, որպեսզի Գյումրու տնտեսությունը զարգանա, արդյունաբերություն, այստեղ մարդիկ շահագրգռված լինեն ներդրումներ կատարել։ Նման որևէ առաջարկ, եթե լինի որևէ գործարարի կողմից, մենք պատրաստ ենք քննարկել։ 2010-ին մեկնարկած բնակարանաշինական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մինչև տարեվերջ նոր թաղամասում 1780 նոր բնակարան կսպասի տերերին։ Մինչև օրս մենք քննարկել ենք մոտ 1000-ից ավել շահառու կամ թերի են ներկայացրել իրենց ուրեմն փաթեթները, մոտ 350-370 շահառու ընդհանրապես չեն ներկայացրել։ Հիմա մենք վերջնաժամկետ ենք սահմանել մինչև նոյեմբերի 1-ը ընթացիկ տարվա, որ ներկայացնեն, դրանից հետո երևի 1 ամսվա կտրվածքով մենք հանձնաժողովում կամփոփենք աշխատանքները եւ հստակ կիմանանք քանի ընտանիք ուրեմն կստանան իրենց բնակարանները։ Բնակարանաշինության երկրորդ հատվածի բյուջեն կազմում է 21 միլիարդ 556 միլիոն դրամ, 8 միլիարդով գերազանցելով նախորդին։ Նոր կառուցվող մուշ 2-ը նախորդին գերազանցում է ոչ միայն ներդրումների ծավալով, նաև վերահսկողությամբ։ 4 տեղ հսկիչ ամեն օր աչքաթող չի անում ոչ մի մանրուք։ Ես կարող եմ ասել, այն ինչը մեր աչքին տեսանելի է, թեկուզ շատ փոքր, բայց այդ փոքրը նույնպես մենք նշում։ Տոնակատարությունն այնուհետև տեղափոխվեց Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոն, ուր պարգևատրումներ էին սպասվում իրենց բնակավարներում մեծ ներդրում ունեցող գյումրեցիներին։ Այնքան գյումրեցի վարպետները շատ են, որ չեն կարողանում հասցնել։ Մենք չենք էլ ուժեղ բանանում, էլի շատ նորում, բայց կարևորը շատ է։ Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմյանը պարգևատրվում է Գյումրու զինանշան հուշանվերով։ Պարզապես ուզում եմ սրտանց ասել ձեզ շնորհակալություն երկրի պատիվը պահելու համար եւ վստահ եղեք, որ երկիրն էլ կանգնած է Գյումրու կողքին, այս պահին միգուցե փոքր, բայց շարունակական ու չընդհատվող քայլեր ձեռնարկելով Գյումրու շենացման ուղղությամբ, որովհետեւ Գյումրին երկրի աղն ու համն է եւ բոլորն են շահագրգռված, որ այդ համը միշտ տեղը լինի։ Գյումրիի Վարդանանց հրապարակում համերգային ծրագիրը դեռ շարունակվում է, իսկ Հովիկ Աբրահամյանը բոլոր գյումրեցիներին վստահեցնում։ Ծո, ամեն ինչ լավ կեղնի։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ Մեր հաջորդ պատմության հերոսուհին ամեն ինչ արել է իր բաժին երջանկությունը գտնելու համար եւ մի մահճակալի է արժանացել Անօթևան կանանց կենտրոնում։ Այնտեղ նա սպասում է ամուսնուն եւ զավակի լույս աշխարհ գալուն։ Բռնության զոհ դարձած կանանց ու երեխաներին Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ապաստան է տալիս Lighthouse-ը, որը թարգմանաբար նշանակում է փարոս։ Հայկուշ Ասլանյանի հետ են անկեղծացել փարոսի բնակիչները։ Յուրայիններ մեջ օտարացած Քրիստինեն հիմա բարեկամներ է փնտրում օտարների շրջապատում։ 2 տարի առաջ, երբ անազատության մեջ գտնվող սիրած տղամարդու կողքին լինելու համար անսովոր քայլի դիմեց, համաձայնելով հարսանիքը տոնել հենց կալանավայրում, չէր էլ մտածում, որ սկիզբ է դնում տառապանքներով լի օրերին։ Գիտեր, որ առջևում դժվար ու սպասումներով լի տարիներ են, բայց ընտրությունն իրենն էր, պատրաստ էր պայքարել իր բաժին երջանկության համար։ Սիրահարվեցի, ամուսնացա Գաղութում։ Եվ հիմա ճիշտ է, չեմ փոշման է, ճակատագիր է դեր։ Ամուսնու վերադարձին կսպասի, եթե դրա համար ամբողջ կյանքը պահանջվի, բայց կսպասի ոչ թե ծնողների տանը, որտեղ նրանց հետ նույն հարկի տակ ապրել է 1.5 տարի, այլ Lighthouse-ում կամ ինչպես այստեղի բնակիչներն են ասում, հույսի տանը։ Հղիության 6-րդ ամսում գտնվող իրենց հարսից հրաժարվելով ամուսնու ծնողները դեռատի կնոջը հայրական տան հասցեն են ցույց տալիս, բայց այստեղ էլ դռները չեն բացվում հղի կնոջ առաջ։ Փողոցում հայտնված Քրիստինեին օգնում է նախախնամությունը։ Աղջիկը գտնում է հույսի տան ճամփան եւ տաքուկ անկյուն ստանում իր ճակատագիրը կիսող եւս 4 կանանց կողքին։ 2 ամիս հետո նա կմայրանա, իսկ կողքին հարազատների փոխարին ուրիշները կլինեն։ Ես շատ կուզենայի օրինակ ինձ տաներ հիվանդանոց, կողքից լիներ։ Դե հիմա չարժովեց, դեռ արդեն ինձ շատ հարազատ են։ Ես երեկվանից այստեղ եմ, շատ ինձ հարազատ ընդունեցին, շատ ջերմ էին։
Կուզենայի մայրիկս է կողքիս լիներ, ամուսինս ես, կեսուր սերյան լողասնին։ Անկեղծանում է, եթե չլինեին սպասվող երեխան ու կալանավայրում գտնվող ամուսնու բարոյական աջակցությունը հուսահատությունից գլուխը կկորցներ։ Ամերիկաբնակ Ղազարյան ամուսինների հիմնած հույսի տանը թեև ամեն պայման ստեղծված է բռնության ենթարկված կանանց ու նրանց երեխաների կյանքը թեթևացնելու համար, բայց նրանք այստեղ ապրում են ծանրացած հոգով ու ապագայի անորոշ հեռանկարով։ Lighthouse-ը նրանց համար ապաստան է ընդամենը 3 տարի։ 3 տարի անց իրենք են տնօրինելու ոչ միայն իրենց, այլև երեխայի կյանքն ու ճակատագիրը։ Նելին էլ է Lighthouse-ում հայտնվել հղի վիճակում։ Այստեղ է լույս աշխարհ եկել նրա դստրիկը Իրինան։ Նորածնի մորն է ճակատագիրի երես չի տվել։ Ի տարբերություն Քրիստինեի, Նելին Lighthouse է ընդունվել մարմնի վրա բռնության հետքերով։ Ինքը եկել էր շատ անհույս, եկել էր կողերը կոտրված, բռնության ենթարկված, բռնության էր ենթարկվել ոչ միայն ամուսնու, այլ նաև հոր եւ ընտանիքի կողմից։ Ձախորդ ամուսնությունից հետո հայրական տանը Նելիի համար այլևս տեղ չկար։ Փողոցում չհայտնվելու համար, սակայն դեռատեկինը համառորեն շարունակել է ծնողների հետ նույն հարկի տակ ապրել ու վճարել սեփական առողջությամբ։ Ծեծի օրական չափաբաժին ընդունելը սովորական էր դարձել։ Հայրս էր ինձ ծեծում, ասավ պետք է համաձայնվես առանձին ապրես, եթե եղբայրդ հարցը չի ուզում, դու պետք է առանձին ապրես։ Երախտագիտությամբ է խոսում Lighthouse-ի խնամակալների ու բժիշկների մասին, որոնց ամենօրյա հսկողության արդյունքում առողջ երեխա լույս աշխարհ բերեց։ Թեև իրեն ուժեղ կին է համարում եւ պատրաստ է երեխային սեփական աշխատանքով մեծացնել, բայց ավելի ուշ, երբ առողջությունը թույլ կտա։ Բախտակիցներին էլ ամեն օր հորդորում է չհանձնվել ու շարունակել ապրել ապագայի նկատմամբ հավատով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Առաջին լրատվական։ Իդեպ Հայաստանում վերջերս հաճախակի են դարձել կանանց ահազանգերը իրենց դեմ ընտանեկան բռնությունների մասին։ Սովորաբար հայուհիները նախընտրում են ընտանիքում եղածը դուրս չհանել։ Կանանց իրավունքների կենտրոնի թեժ գծին այս տարի հունվարից մինչև սեպտեմբեր ստացվել է մոտ 1800 զանգ, անցած տարվա նույն շրջանում ստացված ահազանգերից 500-ով ավելի։ Գեղեցիկ սեռը հիմնականում բողոքում է հոգեբանական բռնությունից, երկրորդ տեղում ֆիզիկական բռնությունն է, երրորդում սեռականը։ Արդյոք հոգեբանական բռնության դրսևորում չէ, երբ դասից ուշացած աշակերտի առջև փակում են դպրոցի դռները։ Չնայած դպրոցականների բողոքներին, որ ուշացողներին հաճախ ներս չեն թողնում, Երևանի դպրոցներում բացառում են այդպիսի դեպքերը։ Հոգեբանները այդուհանդերձ զգուշացնում են, որ պատժի այդ ձևը վտանգավոր է։ Բժիշկներին անհանգստացնում է նաև մեր դպրոցականների ծանրաբեռնվածությունը։ Երկրորդ դասարանցու պայուսակը կշռում է մոտ 5 կիլոգրամ։ Դպրոցական կարգուկանոնին ու աբսուրդներին անդրադառնում է Զարուհի Ռշտունին։ Բարեփոխումների կարևոր փուլ հաղթահարած հանրակրթության ոլորտը այնուհանդերձ բախվում է կարգապահական որոշ խնդիրների։ Շատ դպրոցներում առաջին զանգի հետ դռներն ամուր փակվում են եւ ուշացած ցածր դասարանցիները պետք է դարձյալ բռնեն տունդարձի դժվար ճամփան կամ մնան փողոցում։ Խնդիրներից մեկն էլ համազգեստի հարցն է, որոշ դպրոցներ պետք է հաճախել միայն համազգեստով։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ներքին կարգուկանոնը, որով կարգավորում է իր խնդիրները։ Դրա երեխաների հագուկապն է, ինչպես դուք ասեցիք, հագուստը, երեխաների վարքագիծը, երեխաների բացակայությունները, դասապրոցեսից, դասից ուշացումները։ Դպրոցում են դաստիարակվում Հայաստանի Հանրապետության վաղվա քաղաքացին եւ դաստիարակության կողքով ուղակի անտարբեր անցնող ուսուցիչը ինքը իրեն չի ների։ Դպրոցական ավանդական հանդերձանքը հետեւյալն է՝ սպիտակ վերնաշապիկ, սև տաբատ կամ կիսաշրջազգեստ։ Սակայն եթե երեխան մոռացել է հագնել սպիտակ վերնաշապիկը կամ աշակերտուհին կիսաշրջազգեստի փոխարեն տաբատ է հագել, արժանանում է հանդիմանության։ Ցանկացած դեպքում ներս պետք է թողել եւ աշխատել երեխայի հետ։ Ծնողը տեղեկացվում է անպայման երեխայի եւ հագուկապի եւ պահվածքի եւ կարգապահության հետ կապված։ Աշակերտի կարգապահության կարևոր պայմաններից մեկն էլ ճիշտ ժամանակին դպրոցում ներկայանալն է, սակայն դա այլ բոլորին չի հաջողվում։ Պատճառները տարբեր են, նկատողություն անելու եւ պատժելու միջոցները կարծես նույնն է։ Դպրոցի դռները պետք է բաց լինի երեխայի առջև դպրոցական բոլոր ժամերին եւ երեխան պիտի գիտակցի, թե որ ժամին պիտի մտնի դպրոց եւ որ ժամին դպրոցից դուրս գա։ Ուշացողը պատժվում է այնքանով, որ ինքը ուշացումը կգրանցենք, որովհետև ասենք դուրս թողնել չենք ուզում, առանց այդ էլ, եթե ինքը դասից 10 րոպեն կորցրել է, մնացած ժամանակն էլ կորցնել, թեման կորցնելը իմաստ չունի։ Հոգեբանական տեսանկյունից, երբ երեխան նկատողություն է ստանում կամ նրա առաջ ուշանալու պատճառով փակվում են դպրոցի դռները, նման պատժամիջոցները ծանր են անդրադառնում երեխայի հոգեբանության վրա։ Եթե երեխային մենք պատժում ենք անարտարացի կերպով, ուրեմն մենք կարող ենք երեխային ուղղակի վնասել։
այնալայ զարգացող նոր ինքնությունը ձևավորվող երեխային մենք կարող ենք վնաս պատճառել։ Եթե գումարենք նաև ծանր պայուսակ, ապա աշակերտ լինելը արդեն իսկ դժվար առաքելություն է դառնում։ Ծնողները բողոքում են, պայուսակները շատ ծանր են, հազիվ իրենք են բարձրացնում, ուր մնաց փոքրիկները։ Երեխաներ, որոնց քաշը 30 կիլոգրամ է, նրանք կարող են կրել 10% ընդամենը քաշի պայուսակ ունենալ, դա կլինի 3 կիլոգրամանոց պայուսակ, բազմաթիվ գրքեր, տետրեր եւ այդ քաշը հասնում է բավականին զգալի, որը կարող է թողել ֆիզիկական առողջության վրա հետևանքներ թողել երեխաների։ Շատ ծանր է, որովհետեւ գրքերի պարունակությունը եւ տետրը երբ որ արդեն տեղավորում ես, երեխայի համար ծանր։ Պարզապես երբ որ ուսերին կրում են, իրենք ասում են, որ չէ, մամա, այդքան էլ ծանր չի։ Ծանր։ Իսկ ո՞նց է ստանում, չես դժվարանում։ Հա, դժվարանում է։ Պայուսակը թեթևացնելու տարբերակներն ու լուծումները շատ են, տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ որոշ առարկաներ գուցեև դասավանդվեն համակարգիչներով։ Մեկ այլ առաջարկ էլ կա դպրոցների տնօրեններից՝ գիրքը տպագրել մաս-մաս ըստ թեմաների։ Տարածված տարբերակն էլ նույն գրքից 2 հատ ունենալն է, մեկը տանը, մյուսը դպրոցում պահելու համար, բայց այդ դեպքում էլ ծախսն է դառնում կրկնակի։ Էլեկտրոնային դասագիրք հասկացողությունը մտցնել եւ այդ առումով նաեւ հեշտ կլինի։ Թող երեխան այդ ծանրությունը տանի, այդ գիրքը ծանրություն չի։ Հավատացեք, այդ ամենահաճելի ծանրությունն է, որ երեխան իր հետ տանում է, թող դա տանի կյանքում իր հետ։ Թող ամենածանրը լինի գիրքը, դա օրհնանք է։ Զարուհի Ռշտունի, Տիգրան Բաբայան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Լեհաստանում հայ դպրոցյան մայրաքաղաք է դառնում Կրակովը, որտեղ գտնվում է Արևելյան Եվրոպայի երկրորդ ամենահին համալսարանը։ Արդեն 7 տարի է Կրակովում հայկական դպրոց կա, որը հիմնել է Ադամ Տերլեցկին։ Վարշավայից 300 կիլոմետր հարավ ընկած քաղաքը հայաշատ չէ, սակայն ամբողջ Լեհաստանում ոչ պաշտոնական տվյալով 25-ից 30 հազար հայ ապրում։ Եկ խոսենք եղբայր իմ հայերեն։ Թույլ չտանք մեր լեզուն ավերեն, եկ խոսենք միշտ խոսենք հայերեն։ Չափածո հորդորն է Լեհաստանի հայ մանուկների կարգախոսը, արդեն 7 տարի նրանց դպրոցի ճամփան երկար ու դժվար չէ, հայրենիքից հեռու ընկերների, նույնիսկ ծնողների հայերեն հարցերի լեհերեն պատասխանները վճռական քայլերի դարձեցին, հայկական դպրոց է պետք։ Ասիմիլացման վտանգ էր սպասվում, որովհետև ես օրինակ անձամբ խոսելով իմ փոքր աղջիկա հետ հայերեն, պատասխանը ստանում էի լեհերեն։ Եվ շատ մեծ պահանջ կար, որպեսզի երեխաները գնան շփվեն միմյանց հետ եւ շփվեն հայերենով։ Հայկական կրթօջախ հիմնելու խնդրանքով երեխաների ծնողները դիմում են հայ մշակութային միության ղեկավարին։ Ադամ Տերլեցկին սիրով համաձայնում է աջակցել նրանց։ Կրակովի քաղաքային գրադարանում տեղակայված հայկական դպրոցն այժմ ոչ միայն կրթական ու մշակութային կենտրոն է, այլև Լեհաստանի բոլոր հայերի հավաքատեղին։ Տատս ու պապս մաքուր հայեր էին, Պողոսյան ազգանունով։ Մայրս ամուսնանում է լեհի հետ ու թեև իմ մեջ հայկական ու լեհական արյունն է հոսում, բայց ինձ մաքուր հայ եմ համարում։ Ահա թե որն է պատճառը, որ հիմնեցի հայկական դպրոց։ Հուսով եմ այն դեռ երկար կծառայի օտարափերում հայեցի դաստիարակության գործին։ Դպրոցն այժմ մանկավարժների խնդիր չունի, դասագրքերի հարցով օգնում է կրթության ու գիտության նախարարությունը, որի հետ դպրոցն ակտիվ գործակցում է։ Հայոց լեզվին ու պատմությանն առնչվող անհրաժեշտ նյութերն աշակերտները համալրում են նաև համացանցի օգնությամբ։ Շունն ու կատուն հայկական թատերախմբի թոփ ներկայացումն է, Կրակովի հայկական տիկնիկային թատրոնի բեմին իշխողը թումանյանական գույներն են։ Լորվա բառամթերքն ու ադատները լսելուց ու դիտելուց հետո պատանի հայ արտիստներին արդեն ծափահարել են ոչ ավել ոչ պակաս Վարշավայի թագավորական պալատում։ Այստեղ ծանոթանում ես թե կենցաղի հետ, թե նիստուկացի հետ ժողովրդի, թե ավանդույթների հետ, հայկական գույները պահպանելով, հայկական նախշերը պահպանելով, դա էլ է ծանոթացնում ժողովրդի հետ։ Հայերեն կրթվել ցանկացողների թիվն աստիճանաբար մեծանում է, ազգային փոքրամասնությունների կրթության ապահովման մասին լեհական օրենքն էլ նպաստում, որպեսզի դպրոցը մասամբ ֆինանսավորվի պետությունից։ Ազատի մայրիկն է, ժամերով սպասում է այնքան, մինչև Ազատը դուրս գա դպրոցից։ Հայաստան վերադարձը որդու երազանքն է։ Երբ Ազատին հարցնում են դու հայ ես թե լեհ, քանի որ Ազատը ծնվել է Լեհաստանում, նա պնդում է, որ ոչ, ես հայ եմ։ Դպրոցին կից գործում են երգի պարի խմբակներ, այստեղ ամեն ինչ անում են, որպեսզի փոքրիկները հայկական արմատներից չհեռանան, հաղորդակցվեն հայ արվեստին ու մշակույթին։ Ծանոթանալով Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի ստեղծագործությունների հետ երեխաները հասկանում են հայ մշակույթը ինչ է իրենից ներկայացնում։ Հայկական դպրոցի գլխավոր սկզբունքն է երեխաներին հայեցի դաստիարակումը, ֆրանսահայերի Շահնուրյան նահանջի լեհական սցենարի կրկնության բացառումը։ Դպրոցի հիմնումից ուղիղ 7 տարի անց արդյունքն ակնհայտ է։ Երեխաները նույնիսկ լեհ ընկերների հեռախոսազանգերին հայերեն են պատասխանում։ Մայա Խաչատրյան, Սմբատ Հովհաննիսյան, Առաջին լրատվական, Կրակով, Երևան։
Եզրագծին է մոտենում երկրապահների ուխտագնացությունը նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին, այն սկսվել էր մայիսին Եռաբլուրից, երկրապահները անցնում են Հայաստանի բոլոր մարզերով ու Արցախով, ուխտավորներն այժմ հասել են Վայոց ձոր, այս մարզը 130 կիլոմետր սահման ունի Ադրբեջանի հետ, Արցախյան ազատամարտում 105 զոհ է տվել, նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան է բացվել Եղեգնաձորի կենտրոնում երկրապահ կամավորական միության Վայոց ձորի կառույցի նախաձեռնությամբ, մի խումբ ազատամարտիկներ էլ պարգևատրվել են Հայաստանի և Արցախի նախագահների, պաշտպանության նախարարի և երկրապահ կամավորականների միության